Այսօր ուզում եմ նորոգված մտքի մասին խոսալ, որովհետև հավատում եմ, որ սա շատ կարևոր խոսք է, որ մենք պետք է առնենք ու որը պիտի փոխի մեր հետագա ընթացքը, կյանքը, որովհետև Աստված ծրագրեր եւ նպատակներ ունի իրականացնելու, իսկ ինքը չի կարող իրականացնել իր ծրագրերն ու նպատակները, եթե մեր միտքը նորոգված չի։ Ուստի խնդրում եմ իմ հետ միասին բացենք Եփեսացիների 4-րդ գլուխ, ովքեր ռուսերեն են կարդում իմ նման, Եփեսյանам 4 глава, 17-րդ խոսքից մինչև 24-րդ խոսքը։ Արտիրոջով սա եմ ասում ու վկայում, որ դուք այլևս չընթանաք ինչպես հեթանոսները իրենց մտքի ունայնությամբ։ Նրանք խավար մտքով են ու Աստծո կյանքից օտարացած այն տգիտության պատճառով, որ նրանց մեջ է իրենց սրտերի կուրության պատճառով, որ անզգայացած ագահորեն իրենց անձն անառակության մատնեցին պղծության բոլոր գործերի մեջ, բայց դուք Քրիստոսի կողմից այդպես չուսուցանվեցիք, որովհետև դուք լսեցիք նրա մասին ու նրանով սովորեցիք այն ճշմարտությունը, որ Հիսուսի մեջ է։ Հանեք ձեր վրայից հին ընթացքն ունեցող մարդուն, որ ապականված է խաբուսիկ ցանկություններով, եւ ձեր մտքով եւ հոգով նորոգվեք ու նոր մարդուն հագեք, որ Աստծո պատկերի համաձայն է ստեղծված ճշմարտությամբ եւ սրբությամբ, որ արդարությունից է։ Այս հատվածի մեջ 3 կարևոր բան կա, որ ուզում եմ տեսնենք միասին եւ քննարկենք, որովհետեւ այն ճշմարտությունները, որ փոխանցում է այս խոսքը, մեզ բավականին կարևոր բաներ ունի փոխանցելու։ Եվ ուզում եմ նախ եւ առաջ խոսել, որ Տերը մեզ տարանջատում է, հավատացյալներին տարանջատում է եւ ասում է այդ Տիրոջով սա եմ ասում ու վկայում, որ դուք այլևս չընթանաք ինչպես հեթանոսները, իրենց մտքին, հեթանոսների մտքին։ Առաջի բանը, որ ստեղ տեսնում ենք, որ Տերը ուզում է, որպեսզի մենք չընթանանք այն մտքին, որին հետևում են հեթանոսները։ Նրանք խավար մտքով են։ Երկրորդ բանը, որ տեսնում ենք, որ իրանք խավար մտքով են, ասինքն իրանց միտքը խավարված է, նորից տեսնում ենք միտք արտահայտությունը ու Աստծո կյանքից օտարացած, քանի որ այդ մտքերի մեջ են, դա իրանց օտարեցնում է Աստծո կյանքից։ Ու ես այս համարից կարևոր բան տեսա, որ կա Աստծո հետ կյանք, եւ Աստծո հետ կյանքը դա նորոգված միտքն է։ Ու հետո խորհուրդներ է տալիս եւ ասում է իրանք այնպիսի վիճակի մեջ են, այնպիսի ապրումներ ունեն, որ անգամ նկարագրելու չի, որովհետեւ իրանք գնում են իրենց ցանկությունների հետևից եւ չեն հագենում այդ վատ ցանկություններից, բայց Տերը ասում է դուք այդպես մի եղեք, դուք իրենցպես մի մտածեք, դուք իրենցպես մի խորհեք, որովհետև պատճառը 20-րդ խոսքի մեջ է, բայց դուք Քրիստոսի կողմից այդպես չուսանվեցիք, ասինքն Պողոսը ասում է դուք այլ վարդապետությունն եք, դուք այլ ուսմունք ունեք եւ այն ուսմունքը, որը ձեզ փոխանցել է Քրիստոսը, եւ սա շատ կարեւոր է, որպեսզի մենք մնանք Քրիստոսի տված վարդապետության մեջ, թե Քրիստոսը մեզ ինչ է փոխանցել, որտեղ մենք այդպես չենք ճանաչել Քրիստոսին։ Եվ հետաքրքիր է 21-րդ խոսքում այսպես է ասում, որովհետև դուք լսեցիք նրա մասին, նրանով սովորեցիք, ասում դուք լսեցիք նրա մասին։ Գիտեք, լսելը բավարար չի, շատ կարևոր է, շատերս ենք լսել Տիրոջ մասին եւ դրա համար այսօր Տիրոջ տան մեջ ենք, դա բավարար չի, երբ որ դու լսում ես Տիրոջ մասին, պետք է նաեւ սովորենք Քրիստոսից։ Ռուսերենում ասում է «И в нем научились», в нем իրա մեջ սովորեցինք, որ ճշմարտությունը Քրիստոսի մեջ է։
որ ճշմարտությունը Քրիստոսի մեջ է։ Ինչ է նշանակում, որ ճշմարտությունը Քրիստոսի մեջ է։ Դա ինձ ինչ է տալիս, որ ճշմարտությունը Քրիստոսի մեջ է։ Քանի որ ես Քրիստոսի մեջ եմ եւ Քրիստոսը իմ մեջ է, մենք ճշմարտության մեջ ենք։ Ուսա շատ կարևոր է, որպեսզի մենք հասկանանք, որն է այդ ճշմարտությունը, եւ հետո մենք տեսնում ենք 3 կարևոր քայլեր, որ պետք է անի յուրաքանչյուր քրիստոնյա, յուրաքանչյուր վերստին ծնված մարդ, Տիրոջ մեջ քայլող մարդ, պետք է 3 կարևոր քայլերը անի, եւ առաջի քայլը սա է, ասма հանեք ձեր վրայից հին ընթացքն ունեցող մարդուն, որ ապականված է խաբուսիկ ցանկություններով, ասма հանեք։ Ուզում եմ հետևյալը ասել, որ ռուսերենի մեջ գրված է ատլաժից, բայց բնագիրը երբ որ ուսումնասիրում ենք, ավելի մոտիկ է հայերենի, որտեղ գրված է հանեք։ Եվ բնագրի մեջ այսպես է ասում, որ դեն նետեք, շպրտեք, հա, գցեք ձեզանից, ասինքն գցեք ձեզանից այն ամենը, ինչ որ ձեզ խանգարում է։ Եթե դու հինի մեջ չհիասթափվես, եթե դու հինը չշպրտես, դու չես կարող նորի մեջ քայլել։ Առաջի քայլը, որի կարիքը մենք ունենք, որպեսզի մենք դեն նետենք, շպրտենք, հետ չնայենք։ Գիտեք, ես երբ որ նայում էի խոսքը, մտքիս մեջ եկավ այն հատվածը, երբ որ Տերը հանդիպում է կույրի հետ եւ Բարթյոմեոսի, Վարդիմեի կույրի հետ հանդիպում է, առաջի բանը, որ անում է ինքը, ինչ է անում, 50-րդ խոսքում, Մարկոսի 10:50-ում գրված է, որ ինքը նետում է իր ծածկոցը, ասինքն գցում է իր վրայից այն ամենը, դա խորհուրդ էր, որ ինքը նորից հետ չի վերադառնա այն կյանքին, որով ինքը ապրում էր։ Սիրելիներ, այսօր Աստված ուզում է առաջի քայլը, ուզում է հետևյալը անենք, որպեսզի մենք նետենք, դեն նետենք այն ամենը, այն մտքերը, որը այսօր մեզ խանգարում է Տիրոջը ավելի մոտենալուն։ Ինչա քեզ այսօր խանգարում, որպեսզի Տիրոջը ավելին ճանաչես, ինչա խանգարում քեզ, որպեսզի Տիրոջը ավելին նվիրվես։ Եվ նաև գրված է մի պատմություն, որտեղ վաճառականը, երբ որ գտնում է գանձը, ամեն բան վաճառում է, ասինքն ամեն բան թողնում է այդ գանձը ձեռք բերելու համար։ Այսօր շատ կարևոր է, որպեսզի մենք հասկանանք հետևյալը. ես չեմ կարող իմ հին մտածելակերպով, իմ հին արժեքներով, նոր գինին հին տիկերի մեջ չեն լցնում։ Ու կարիք կա նոր տիկերի, որովհետև Աստված ուզում է նոր գինի լցնի։ Մենք կարիք ունենք նոր մտքերի, նորոգված մտքի։ Ու երբ որ դու հինի մեջ ես, դու հակառակում ես այն ամենին, որովհետև դու արդեն սովորել ես, հա, այդ զոնա կոմֆորտա կա, դու չես ուզում այդ զոնա կոմֆորտան թողես։ Դու ուզում ես մնաս այդ կարգավիճակի մեջ, բայց Աստված ասում է ես քո համար ուրիշ ծրագիր ունեմ։ Գիտեք, սիրելիներ, բոլորս տեղյակ ենք, որ երբ որ արցախցիներից տեղահանեցին, մեր համար շատ անհասկանալի էր։ Ուզում եմ նախ եւ առաջ տեղեկացնել ձեզ, որ դա այն շրջանն էր եկեղեցու համար, որ մեծ արթնություն կար։ Եվ ոչ թե միայն մեր եկեղեցում, նաև արթնություն կար կողքի եկեղեցիներում, շատ լավ ընթացք էր գնում։ Անգամ ես հիշում եմ, մի հատ ընկեր ունեմ, որը եկեղեցու հովիվ է, որոշները ճանաչում եք, Վահագը, այնքան այն մարդիկ շատանում, որ ասեց իրանք սեփական տարածք ունեն, պիտի քանդեին այդ շինությունը եւ ավելի տարածքը մեծացնեն, որովհետեւ մարդիկ չէին տեղավորվում։ Ու հարց է առաջանում. Տեր, այս արթնությունը, որ հիմա ընթանում է, այսպիսի ընթացք կա, այս ինչ ես անում էլի մեր հետ։ Միթե դա չի քո նպատակը։ Գիտես, Աստծո ճանապարհները միշտ չի, որ մեր ճանապարհներն են, եւ Աստծո ծրագրերը միշտ չի, որ մեր ծրագրերն են։ Երանի այն անձնավորությունը, որը իր միտքը, որը խանգարում է Տիրոջ միտքը ընդունելու, շպրտի դեն նետի ու հետ չնայի, որովհետև գրված է «Завши плуг и озирающий назад не благонадежен царство Божьего». Ղովտիկինն էլ հետ նայեց եւ աղի արձան դառավ։ Եվ գիտեք, այսօր ցավոք սրտի մարդիկ կան, ես հասկանում եմ, ինքս լինելով արցախցի հասկանում եմ, որ շատ բաներ ենք թողել։ Ու կարծես թե անընդհատ հետ հայաց կա, ու մենք չենք հարմարվում, ու անընդհատ պայքարների մեջ ենք, ու հարց է առաջանում, մեջև երբ։
Մենք պետք է հասկանանք, որ կարիք ունենք նորոգելու մեր միտքը եւ նորոգելով մեր միտքը ասենք հետեւյալը. Տեր, եթե դու ինձ բերել ես այստեղ, ուրեմն դու ունես նպատակ, ծրագիր եւ հեռանկար։ Եվ գիտեք, ես վերջերս ինչ եմ տեսել։ Եկեղեցին օրեցօր աճում է։ Եկեղեցում, գիտեք, ամենահաճելի խնդիրը հովին որն է։ Ամենահաճելի, ամենասիրելի խնդիրը։ Գիտեք, որ հովիները սիրելի խնդիրներ ունեն։ Ասեմ ձեզ, սիրելի խնդիրը հովի դա եկեղեցու բազմացումն է, անդամների շատանալն է։ Եվ որ մարդիկ սկսում են շատանալ, խնդիրներն էլ է սկսվում շատանալ։ Եվ երկրորդ կարևոր սիրելի խնդիրը նա է, որ տարածքը արդեն փոքր է։ Սա ամենասիրելի խնդիրն է հովին։ Եվ որ ինքը ասում է, մարդիկ չեն տեղավորվում։ Ու ես հավատում եմ, որ Աստված մեր եկեղեցնի Ռեմա ընտանիքների համար հենց դա է որոշել, որպեսզի տեղերը չբավարարեն, որպեսզի բոլոր տեղերը լցված լինեն։ Ու ես տեսա Աստծո ծրագիրը, ես տեսա Աստծո նպատակը եւ առնչվելով այդ նոր անդամների հետ հասկացա մի բան։ Երբ որ հանդիպում է նոր անդամների հետ ու խոսում էի, Տիրոջ հոգին ասում էր. Իրա համար եմ քեզ բերել ստեղ։ 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 Ու ես հասկանում եմ մի բան, որ Աստված իմ միտքը նորոգում է եւ Աստված ուզում է իմ կյանքի մեջ նոր ընթացք բերել, որովհետև ինքը նպատակներ ունի, որովհետև ինքը ծրագրեր ունի, դրա համար ինքը թույլ է տվել, այո, դա Տիրոջ թույլտվությամբ է։ Ինչքան էլ մեր համար հաճելի լինի կամ ոչ հաճելի, ինչքան էլ մեր համար հասկանալի լինի կամ ոչ հասկանալի։ Ուզում եմ հարց տալ քեզ, միշտ ես հասկանում, երբ որ Տերը քո հետ խոսում է։ Չի լինում, որ Տերը քեզ մի բան է ասում ու լոգիկային ինքը քո լոգիկայի մեջ չի տեղավորվում։ Ու շատ հաճախակի է լինում, որովհետև դա Աստծո խոսքն է քո կյանքի համար։ Ու որպեսզի մենք հասկանանք, որ դա իր ձեռագիրն է եւ առաջի բանը, որ Տերը ուզում է, որպեսզի մենք դեն նետենք։ Մենք թույլ չտանք, որպեսզի մեր հին մտքերը, այն մտքերը, որոնք կփորձեն այսօր քեզ խանգարել, նոր ընթացքի, նոր փուլի մեջ գնալու, շպրտիր այդ մտքերը, դեն նետիր այն ամենը, ինչ որ այսօր ինձ եւ քեզ խանգարելու է Տիրոջը ավելին մոտենալու եւ Տիրոջը ավելին ճանաչելու։ Ու երբ որ մենք սկսում ենք հաճենալ, դա Տիրոջը անհանգստացնում է։ Երբ որ մենք սկսում ենք հարմարվել, դա Տիրոջը անհանգստացնում է։ Դրա համար Աստված հաճախակի մեզ հանում է մեր հարմարավետություններից, որովհետև Աստված ծրագիր ունի, որովհետև Աստված նպատակ ունի։ Ու շատ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուրս խորհենք Տիրոջ նպատակների եւ ծրագրերի նկատմամբ։ Առաջինը հասկացանք, դեն նետելն է, դեն նետեցի այդ միտքը, այն ինչ որ ինձ խանգարում է։ Իսկ երկրորդը ինչ է ինձ պետք։ Ինչ է ուզում Աստված։ Ասացիր Տեր, այս ձևի չեմ մտածելու։ Գիտեք ինչ է կատարվում, քիչ առաջ աղոթեցինք հիվանդների համար, գնում ես հիվանդանոց, բժիշկը ասում է, քեզ մի քանի օր է մնացել ապրելու, ու դու ինչ ես անում, այդ միտքը վերցնում ես։ Եվ ինչ ես անում, իրան սկսում ես կիրառել քո կյանքիդ մեջ ու սկսում ես մտածել, ինձ քիչ է մնացել ապրելու։ Ուզում եմ քեզ հարց տամ, իսկ Աստված ինչ է ասում։ Չէ՞ որ վերջնական խոսքը Աստծունն է։ Կյանքն ու մահը Աստծո ձեռքերի մեջ է։ Եվ Աստված շատ կարևոր է, երբ որ քեզ նման բաներ են ասում կամ օրինակ ասում են, քո մոտ չի ստացվելու։ Ու դու միանգամից վերցնում ես այդ խոսքը ու սկսում ես ապրել այդ խոսքով։ Ուզում եմ իմ կյանքից մի օրինակ պատմել։ Ես հիշում եմ, երբ որ երեխա ենք, մայրս անընդհատ ասում էր, դու ոնց ես որ մեծանաս ապրելու, ոնց որ շատ խեղճ ես ախր, սենց չի լինի, էլի ասենք դեմիցդ ինչ որ վերցնեն, սուս ու փուս կասես դե այն կողքի կտորը չես տեսել, ես էլ վերցրու, անընդհատ տենց ճնշված էի, հա, ու մտածում էի, որ ամենալավ բանը այս աշխարհում մենակությունն է, չէի սիրում, իմ համար երկրորդ մարդը ավել էր դա,
ու սիրում է մենակությունը եւ ապրում է այդ մտքերով։ Գիտես, ես նկատել եմ, որ կան հավատացյալներ, Քրիստոսին ընդունած իրանք մնացել են դեր իրանց մանկության մեջ, մնացել են իրանց հին մտածելակերպի մեջ, որը արգելք է հանդիսանում, որովհետև իրան հաճախակի ասել են, քո մոտ չի ստացվելու։ Ու երբ որ եկեղեցում իրան ասում են, «Էս ինչ ծառայությունը վերցրու», ինքը ինչ անում, գնում է հին մտքին, ինձ ասել են, իմ մոտ չի ստացվում։ Եվ ճիշտ են ասել, ես ձախողվել եմ։ Սիրելիս, ուզում եմ կարևոր ճշմարտություն հիմա լսես։ Ձախողվելը քեզ ձախողակ չի դարձնում։ Երբ որ դու ձախողվում ես, դու ձախողակ չես, դու ձախողվում ես դասեր սովորելու։ Ու երբ որ ես Տիրոջը գտա, ես ուզում եմ հետևյալը ասել, այսօր շփվելուց չեմ կշտանում, այսօր իմ համար մենակությունը մենակ Տիրոջ հետ է, ուրիշ մենակություն չեմ սիրում, շատ եմ սիրում շփվել մարդկանց հետ, հաղորդակցվող եմ դառել, որովհետև ես այդ միտքը շպրտեցի ու ծնողներս այսօր հպարտանում եւ պարծենում են ու ամեն տեղ երբ որ հայրս նստում է ասում է Երանի եղբայրդ նույն շրջապատը նույն ընկերությունը նույն մտածելակերպը ունենար ինչ որ դու ունես որովհետեւ քո համար մենք շատ հանգիստ ենք ու ես անընդհատ իրենց հիշեցնում եմ ասում եմ բայց դու իմ համար ուրիշ բան եք ասում գիտես այսօր քո մտքերդ որը խանգարում է Տիրոջ գործի մեջ լինելու եթե դու դեն չնետես չշպրտես դու չես կարող գնալ քո առաջ դրված այն նպատակներին ինչի համար Աստված ինձ եւ քեզ կանչել է երկրորդ բանը որը մենք պետք է անենք գրված է ձեր մտքով ու հոգով նորոգվեք բայց ռուսերենի մեջ մի այլ ձևի է հնչում ասում է обновиться духом ума вашего дух ума нашего ինչա հոգու միտքը կարծես թե մտքի հոգի, հա, այս ձևի է գրված, երկրորդ բանը մենք մտքի նորոգության կարիք ունենք, ինչպես է մեր միտքը նորոգվում, եւ սա շատ կարևոր բան է, սերներ այս վերջերս երևի անցած տարվա վերջեր հրավիրեցի մի կոնֆերանսի, ես ընդհանրապես Երևանում շատ բաներ հասկացա, որ ինչքան կարևոր է ժամանակը ուրիշ ձևի գնահատական եմ հիմա տալիս ժամանակին, որովհետև իրոք շատ կարևոր է ժամանակը ծախողարել։ Ու երբ որ տարբեր տեղերից հրավերներ եմ ստանում, ես առաջի հարցը սա եմ տալիս. Ինչ է տալու ես հանդիպումը, ես կոնֆերանսը, ես դասը, չգիտեմ, ես հանդիպումը, փորձում եմ հասկանալ։ Եթե հասկանում եմ, որ ինձ բան չի տալու, ես ձգտում եմ չլինել այնտեղ։ Սկզբից որ եկել ենք, որտեղ ասել են ամենտեղ եղել եմ, հետո հասկացել եմ դա ճիշտ չի, ամեն բան միտքս նորոգվեց ու ես սկսեցի ուրիշ ձևի ապրել։ Ու սերներ հետաքրքիր է այն է, որ ես գնացի ու մի քարոզիչ էր, ես գնացի այն նպատակով, որտեղից փոխված պիտի գամ։ Եվ այդ քարոզիչը խոսում էր եկեղեցու աճի եւ ընթացքի մասին։ Ես մի տեսակ նկատեցի, որ եկեղեցում այն թափը չկա։ Ու երբ որ այդ կոնֆերանսից եկա, մեկ օրվա կոնֆերանս էր, ես երբ որ եկա այդ կոնֆերանսից ասացի ամեն բան պիտի փոխվի։ Ու առաջի բանը, որ պիտի փոխվի, դա իմ մեջ է։ Ու ես պիտի իմ միտքս նորոգեմ, որ Աստված մեր եկեղեցու համար նոր թափ, նոր ընթացք եւ նոր շրջան է որոշել, ու հենց միտքս նորոգվեց, սկսվեց այդ շրջանը։ Մարդիկ սկսեցին օրեցօր ավելանալ։ Ու սա ինձ սկսեց քաջալերել։ Ինչ է նշանակում նորոգված միտք։ Սա շատ կարևոր է սիրելիներ, որպեսզի մենք նորոգենք մեր միտքը ու երբ որ մենք փորձենք իրան ավելի ճիշտ հոգու միտքը, հա, փորձենք ավելի ճիշտ մեկնաբանել, նկատի ունենք հետևյալը. Обновиться духом наполняющего наш разум, ասինքն մենք պետք է լցվենք հոգով, որպեսզի մեր միտքը փոխվի։ Եթե մենք չլցվենք հոգով, մեր միտքը չի փոխվելու, որովհետև փոփոխությունը կատարվում է այն ժամանակ, երբ որ քո հոգու մեջ է փոփոխություն։ Այս վերջերս եւ մեկ այլ մեկնաբանության մեջ այսպիսի բացատրություն կա, նորոգվենք մեր մտածելակերպի մեջ հոգու նորոգության միջոցով, երբ որ մեր հոգին նորոգվում է, մեր միտքը սկսվում է փոխվել։ Եվ սիրելիներ, այս վերջերս մտածում եմ լեզուների աղոթքի մասին ու ուշադրություն դարձրի, որ երբ որ մենք աղոթում ենք, խոսքը ինչ ասում, մեր միտքը անպտուղ է մնում։ Ինչու է անպտուղ մնում, որպեսզի մենք Տիրոջ միտքը առնենք։
Այսինքն իմ մարդկային միտքը անպտուղ է մնում, որպեսզի ունենանք Տիրոջ միտքը։ Ու ես ուզում եմ ձեզ վկայել հետևյալը. գրեթե 95%-ը իմ կյանքում հայտնությունների, տեսիլքների եւ Աստծուց եկած խոսքի գալիս է լեզուների աղոթքի ժամանակ։ Երբ որ ես ավելին հաստատված եմ լինում եւ համոզված եմ լինում, որ ստեղ մարդկային որից է բան չկա, որովհետեւ իմ միտքը անպտուղ է եւ այն միտքը, որ եկել է, դա Տիրոջից եկած միտքն է։ Ու ես այդ միտքը վերցնում եմ եւ փորձում եմ կիրառել իմ կյանքի մեջ։ Եկեք մի քիչ խոսենք, ինչ է նշանակում նորոգված միտք։ Երբ որ մենք ասում ենք նորոգված միտք, ինչ նկատի ունենք։ Առաջինը, երբ որ մենք ասում ենք նորոգված միտք, մենք նկատի ունենք հետևյալը. ճանաչել Աստծո կամքը մեր կյանքի մեջ։ Նորոգված միտքը սա է, երբ որ քեզ ինչ որ մի բան են ասում, դու այդ միտքը մին կողմ ես դնում, որպեսզի հասկանաս Աստծո կամքը քո կյանքիդ մեջ։ Հռոմեացիների 12:2-ում է գրված, որ մենք պետք է մեր մտքով նորոգվենք, որպեսզի հասկանանք որն է Աստծո կամքը բարին, հաճելին եւ կատարյալը, եւ Հռոմեացիների 12:2-ում հենց նորոգված մտքի մասին է խոսում։ Միայն կարող ենք Աստծո կամքը ճանաչել նորոգված մտքով։ Մենք չենք կարող այն հին մեր մտքերով, որը Աստծո համար անընդունելի, զզվելի եւ գարշելել եւ հեռացնում էր Աստծուց եւ ավելի ցանկությունների հետևից էր տանում, չէր կարող այդ մտքերը մեզ ճանաչեցնել տալ Աստծո կատարյալ կամքը։ Ուրեմն առաջինը մեր հոգու նորոգության համար մեր միտքը պետք է նորոգվի, որպեսզի ճանաչենք Աստծո կամքը, որը բարին է, հաճելին է եւ կատարյալն է մեր իրավիճակի համար։ Սա առաջինը, որ ուզում եմ ասել։ Երկրորդը նորոգված միտքը, դա Քրիստոսի միտքն է, որը գրված է Առաջի Կորինթացիս 2:16-ում, որտեղ գրված է, որ դու ունես Քրիստոսի միտքը։ Հիմա հարց է առաջանում, եթե ես ունեմ Քրիստոսի միտքը, ինչու միշտ չի այդ միտքը գործում։ Որովհետև ես ընտրության առաջ եմ։ Ես եմ ընտրում, ես եմ որոշում Քրիստոսի մտքով մտածեմ, Քրիստոսի մտքով շարժվեմ, Քրիստոսի մտքով նորոգվեմ, թե իմ միտքը վերցնեմ, իմ մտքով։ Ու երբ որ իմ հոգին նորոգված է, ես հասկանում եմ, որ ունեմ Քրիստոսի միտքը եւ կարող եմ Քրիստոսի պես մտածել, եւ կարող եմ Քրիստոսի պես շարժվել եւ կարող եմ Քրիստոսի պես գործել, որովհետեւ ես ունեմ Քրիստոսի միտքը։ Առաջի Կորինթացիս 2:16-ը Մտքի նորոգությունը ինձ օգնում է, որպեսզի ոչ թե մարմնի ցանկությունների հետևից ընկնեմ, այլ ընկնեմ հոգու ցանկության հետևից։ Ինքը ինձ օգնում է, որպեսզի մարմնի ցանկությունները սպանեմ, որովհետև նայեք, յուրաքանչյուրս ունենք այս պայքարը։ Ճիշտ է, եկեղեցում բոլորս սուրբ ենք, միայն ես եմ մեղավոր, բայց ունենք բոլորս այս պայքարը, երբ որ մենք պայքարում ենք սխալ եւ վատ մտքերի դեմ։ Ճիշտ է, ունենք այդ պայքարը, թե չունենք, մենակ ես եմ պայքարում, բոլորս էլ պայքարում ենք։ Հիմա, ու երբ որ դու տեղ չես տալիս Քրիստոսի մտքին, դու տալիս ես քո մտքին եւ ինչ ես անում, ընկնում ես մարմնի ցանկությունների հետևից։ Որպեսզի չընկնես մարմնի ցանկությունների հետևից, դու կարիք ունես, որպեսզի հոգուն լսես, հոգուն հնազանդվես, որը կնորոգի իմ ու քո միտքը եւ մենք մարմնի ցանկություններից զերծ կմնանք։ Գաղատացիների 5-րդ գլուխ 17-րդ խոսք, որտեղ գրված է, որ մարմինը հոգուն հակառակն է ցանկանում։ Ես ամեն բան խոսքով եմ ասելու, որովհետեւ առանց խոսքի որից է բան ճշմարտություն չի։ Մյուս բանը, որ ուզում եմ ասել, ինչու մենք պիտի մեր միտքը նորոգվի, մեր միտքը նորոգվում է հետևյալ հարցով. ինչ կաներ Քրիստոսը իմ փոխարեն։ Ղուկասի 5-րդ գլխի 5-րդ խոսքում աշակերտները գնացին ձկնորսության եւ ամենավատ օրներ իրանց համար, ձախողված օրներ իրանց համար։ Ունենում ես ձախողված օրեր։ Երբ որ մենք ունենում ենք ձախողված օրեր, մենք պետք է ինչ անենք, նորոգենք մեր միտքը եւ ասենք հետեւյալը, ինչ որ ասեցին աշակերտները, քո խոսքի համաձայն կանենք դա։ Շատ կարևոր է, որպեսզի հասկանանք այս խառնաշփոթության մեջ, երբ որ իմ գործերը շատ վատ է գնում, ինչ է ասում քեզ Տերը։
Որն է Քրիստոսի միտքը տվյալ իրավիճակի համար։ Որտեղ պիտի գնաս, ինչ պիտի անես։ Իրանք որոշում ունեին, որ վերջ, այսօր իրանց ձախողված օրն է։ Այսօր իրանք ոչ մի հունցք չունեն եւ իրանք առանց որիցե պտուղների եկան Հիսուսի մոտ։ Եվ իրանք ներկայացրին վիճակը։ Քանի անգամ ես քո վիճակը ներկայացրել Քրիստոսին։ Մենք բոլորին ներկայացնում ենք մեր վիճակը, հեռախոսը վերցնում ենք, մամ չգիտես, սենց բան ա եղել, պապս չգիտես, սենց բան ա եղել, վայ հարևան չգիտես, կիսուրս գլխիս օին ա խաղում, վայ ես ինչ բժիշկը սենց բան ա ասել, բոլորի հետ քննարկում ենք, բացի Տիրոջ հետ։ Ամենակարևոր անձի հետ։ Երբ որ մենք մեր դժգոհությունը պետք է հայտնենք ում Քրիստոսին։ Եվ Քրիստոսը ինչ պիտի ասի, նորից գնացեք։ Չէ որ ես փորձառու եմ, չէ որ ես գիտեմ երբ հա ձուկ լինում, երբ ձուկ չի լինում։ Հիսուս ջան, դու ինչ ես հասկանում ձկնորսությունից։ Քրիստոսը ամեն բանից է հասկանում։ Մեր կյանքի ամեն իրավիճակից ինքը հասկանում է։ Կարող է մտածում ես ինքը ամուսնացած չի եղել, ինչ խորհուրդ կարող է քեզ տալ, լավագույն խորհուրդներն է քեզ տալու ամուսնության համար։ Մի կասկածիր, ուղղակի վստահիր իրան։ Ասա եկել ես քո անհաջողությամբ, եկել ես ասելու, որ ոչ մի պտուղ չունես, հարցրու Քրիստոսից, ինչ անես, որ պտղաբեր լինես, ինչ անես, որ հաջողված լինես։ Բիզնեսումդ խնդիրներ կա, արի Հիսուսի մոտ, ասա, ինչ անեմ Հիսուս։ Եվ եթե Տերը քեզ ասել է, գնա եւ արա, քո փորձառությանդ մի վստահիր, քո մտքին մի վստահիր, տեղ մի տուր այդ ամեն ինչին, դա քեզ խանգարելու է, դա քո հինն է, դա քո փորձառությունն է, դա քո հնարավորություններն է, թողիր քո հնարավորությունը, ընտրիր Տիրոջ ձայնը։ Մենք արեցինք դա, բայց քո խոսքի համաձայն։ Դու ես ասել, դու էլ արա։ Դու ես ասել, դու էլ արա։ Ես հիշում եմ, երբ որ Աստված ինձ կանչեց Երևանում, հələ այդ ժամանակ Արցախում էի, եւ որ ինքը ինձ կանչեց, որպեսզի Երևանում ծառայություն սկսեմ, եղբայրներին ասացի, մենակ մի բան գիտեմ, որ Տեր ինձ կանչում է այնտեղ ծառայություն անելու։ Երկրորդ հարցը չտակ։ Չունեմ երկրորդ հարցի պատասխանը։ Այն ինչ որ չունեմ, չեմ կարող ասել, որ ունեմ։ Բայց մի բան հաստատ գիտեմ, որ դա ինձ Տերն է ասել։ Ես չգիտեմ ինչ այդ ոնց է լինելու, ես չգիտեմ ոչ մի բան, երկրորդ հարցը մի տվեք, բայց մի բան հաստատ գիտեմ, Տերը ինձ ուղարկում է, որպեսզի ես սկսեմ ծառայություն։ Ու եկա ու սկսեցի այդ ծառայությունը, որի երկրորդ քայլը չէի իմանում։ Ես իմանում եմ միայն մեկ քայլ, երկրորդի մասին տեղյակ չէի։ Բայց ես հասկանում եմ մի բան, որ այն Տերը, որ ինձ կանչել է, ինքը ցույց կտա երկրորդ քայլի, երրորդ, չորրորդ եւ հինգերորդը։ Միակ բանը, որ ինձ պետք է, հնազանդվեմ իր խոսքին։ Հնազանդվեմ նրան ինքը ինչ է ուզում, ոչ թե շեշտը դնեմ իմ արդյունավետ վիճակին կամ ոչ արդյունավետ կարգավիճակին, որ ոչ մի բան տենց էլ լավ հունցքով չեմ եկել, Տերը իմ կյանքի մեջ իմ հաջողությունների Աստվածն է, Տերը իմ կյանքի մեջ իմ ձախողումների Աստվածն է։ Նենց չի, որ դու ձախողվում ես, ասում քո հետ գործ չունեմ, ասում բալես սովորեցիր։ Գիտեք, ես շատ կարևոր բան սովորեցի Տիրոջից, տարբեր դպրոցներ եւ հոգեվոր համալսարաններ եմ ավարտել, բայց իմ կյանքի մեջ ամենամեծ դպրոցը եւ համալսարանը դա Սուրբ Հոգու դպրոցն է։ Մի անգամ Տերը ինձ ասեց դու կարող ես այս աշխարհի բոլոր դպրոցներն ու համալսարանները ավարտել, այդպես էլ ինձ չճանաչելով։ Բայց դու չես կարող Սուրբ Հոգու դպրոցում սովորել եւ լինես վատ աշակերտ։ Սուրբ Հոգու դպրոցում դու քո գնահատականները պետք է լինեն գերազանց։ Ու հարցնում էի, ի՞նչ է նշանակում գերազանց լինելը։ Օրերից մի օր, գիտեք, ծառայողների կյանքում այսպիսի մի հատ իրավիճակ կա, որ դու ոնց որ են պոեզդի նման քո ծառայությունը դրած ռեյսերի վրա ու դու գնում ես։ Ու դու չես էլ նկատում, որ դու Աստծուն կորցրել ես։ Այդ ժամանակ ես հիշում եմ Սևանում սովորում էի Քլենդենի դպրոցը եւ Տիրոջ Տերը իմ հետ խոսեց։ Եվ ասեց հետեւյալ խոսքը, որը ինձ
ներսս տակն ու վրա արեց։ Պատկերացրեք դու նվիրված ծառայում ես ու գնում ես այն տարածքները, ովքեր Սևանից տեղյակ են, Սևանում կան դոմիկներ կոչված հատվածը։ Դա այն հատվածն է, որը ձմեռը մեջև ստեղ ձուն է, ոչ մի տարածքային հովիվ չէր ուզում գնալ դեղ, իրանց տարածքներն էին, անընդհատ այդ դոմիկների տարածքային հովին փոխում էին, ու ես միամիտ Ղարաբաղցի հայտնվել եմ Սևանում դպրոց սովորելու ու ասեցի կարող եք տալ այդ տարածքը, որտեղ այսքան ձուն կա, ասի ձունը այդքան վտանգավոր չի, ինչքան շները, որովհետև երբ որ սկսում ես այդ ձյան վրայով քայլել, մեկ էլ հասկանում ես մի բան, շները ինչ որ մեկի նկատել են դեղ, սոված շները, պատկերացրեք վիճակս, ու ասում էի, ես պիտի գնամ դեղ, ու գնում էի, ու պարզվում էր, որ Շահումյանից եկած արցախցիներ էին այդ դոմիկների մեջ ապրում, ու ընդեղից մի քանի հոգի էին գալիս եկեղեցի, Սևանի եկեղեցին, ու ես սկսեցի դե կարոտել են, իրանց հետ խոսում էի Ղարաբաղի լեզվով, զարմացած, ասում են, դες ով է եկել, ասում եմ, դե ինչպես իմացաք, ժամանակ Վլադիկ եղբայրը ասեց, դե եթե տենց շատ ես ուզում, ոնց որ գնա, էլի, ասում ուղղակի դու չես պատկերացնում, որտեղ ես գնում։ Ու տենց գնում էի ձյան միջով, պատկերացրեք շները, ամենավտանգավորը շներն էին, շների հարցը լուծում է աղոթքով, ու հասնում էին դեղ ու տեսա մի կարևոր բան, որ Աստված լուրջ ընթացք է սկսել, ու պատկերացրեք սկսել են դոմիկները ապաշխարել, բոլոր, ինչքան դոմիկներ կա, ապաշխարում էին, բոլորին բերում էի եկեղեցի ու զարմանում են, որ օրեցօր մարդիկ շատանում են, ու տենց լավ մի հատ ընթացք էր իմ կյանքի մեջ, ու մեկ էլ Տերը ինձ ասեց հետևյալը, ասма դու ծառայում ես ինձ առանց ինձ։ Ես Սենց այս խոսքերից սառեցի, որտեվ իմ միտքը ինչ էր, որ ես լավ եմ Տիրոջը ծառայում, ես նվիրված եմ, տեսեք ես ինչեր եմ անում, որտեղ եմ գնում, ինչքան եմ նվիրված Տիրոջը, բայց Տերը ասեց դու ծառայում ես ինձ առանց ինձ։ Ասի Տեր կարող ես բացատրել, ասում դա երկուսն է քո։ Հիշում եք, չէ, Սուրբ Հոգու դպրոցը չեմ մոռացել։ Դա քո երկուսն է։ Հիմա դու պետքա գերազանցիկ դառնաս։ Դու պիտի անես այն, ինչ որ ես եմ քեզ ասում։ Դու ինձ լսել ես, դու ինձ անից առել ես, դու իմ հետ խորհրդակցվել ես, ու գիտեք խնդրեցի, որ մի ամիս ոչ մի ծառայություն չանեմ, որովհետև գնացի սովորելու։ Ու մի ամիս ուղիղ Տիրոջ հետ առանձնանում եմ, միայն աղոթքաժողով էի գնում էի ու Տիրոջն էի փնտրում, գնում էի ու Տիրոջն էի փնտրում։ Հետո հասկացա, որ ես պիտի ծառայեմ ծառայության Տիրոջը, ոչ թե ծառայությանը առանց Տիրոջը։ Սիրելի ծառայողներ, կուզեմ, որ դուք քննեք ձեր սրտերը։ Մեկ-մեկ գիտեք, այնպեսի ընթացքի մեջ են գնում, որ կարծես թե ամեն բան լավ է, բայց Տերը ուզում է քեզ կանգնեցնել։ Տերը քեզ ուզում է առանձնացնել։ Տերը ուզում է, որպեսզի դու իր դպրոցը գերազանց հավարտես։ Մյուս հարցը դա անառակ ինչու մեր պիտի մեր միտքը նորոգենք, հա, դրա վրա են կենտրոնացած, ինչու ես պետք է իմ միտքը նորոգեմ, դա շատ նման է անառակ որդու պատմությանը, որտեղ ինքը իր սովորության համաձայն ինչ էր անում, ինքը բերցրեց իր ունեցվածքը եւ ամեն օր այդ խոզերի կերակուրից օգտվում էր, բայց մի օր հասկացավ եւ իր մտքի մեջ փոփոխություն տեղի ունեցավ։ Ղուկաս 15-ի 18-րդ խոսքը, անառակ որդու մտածելակերպը փոխվեց, ասեց ես գնամ իմ հոր տուն, որովհետև դեղ իր ծառաները ավելի լավ են ապրում եւ ավելի լավ սնունդից են օգտվում, քան ես եմ օգտվում։ Այսինքն միջև իր մտածելակերպը չփոխվեց, ինքը օգտվում էր խոզերի տված կերակուրից։ Սիրելիներ, եթե մեր մտածելակերպը չփոխվի, մենք կմնանք այդ կարգավիճակի մեջ։ Բայց Աստված չի ուզում, որպեսզի մենք մնանք այդ կարգավիճակի մեջ։ Աստված ուզում է այսօր իմ ու քո կյանքի մեջ մի հատ նոր ընթացք բերի, մի հատ նոր փուլ բերի, որտեվ եթե իմ միտքս նորոգված չի, ես չեմ կարող գնալ այն ընթացքով, որը Տերը մեր համար ծրագրավորել է եւ որոշել է։ Եվ վերջի բանը, որ ուզում եմ ասել կապված նորոգված մտքի հետ, Գործք առաքելոց 9:6-ն է, որտեղ Պողոս առաքյալը
այն ժամանակ Սավուղն էր, որը հանդիպելով Քրիստոսի հետ այս հարցը տվեց. Ինչ ես ուզում անեմ քո համար։ Նորոգված միտքը սա չի, Տեր իմ համար սա արա, Տեր իմ համար նա արա, Տեր իմ համար այս ինչ հարցս լուծիր, մյուս հարցը լուծիր, ընդհակառակը նորոգված միտքը հետևյալ հարցն է տալիս. Տեր ինչ ես ուզում անեմ քո համար։ Մեջևետ մենք գիտենք, որ Սավուղը ինքը գնում էր Սավլը, ոնց է հայերեն, Սողոսը մեջևետ գնում էր և հալածում էր քրիստոնյաներին, իրա մտածելակերպով ինքը ճիշտ ճանապարհի վրա էր, բայց երբ որ հանդիպեց Քրիստոսի հետ, ինքը չասեց, Տեր, ինձ օրհնի շարունակեմ հալածել, տեսնում ես ես քո գործն եմ անում, շատ չէ նման իմ կյանքին, ես էլ Տիրոջ գործն եմ անում, ու շատ գոհ է ինձանից, շատ տպավորված է, առանձնապես մարդիկ են գալիս, բայց ես կորցրեցի ամենակարևոր անձին ծառայության մեջ, ծառայության Տիրոջը, և Սողոսը երբ որ հանդիպեց Քրիստոսի հետ, ինքը ասեց, ինչ ես ուզում անեմ քո համար, նորոգված միտքը այս հարցն է տալիս, Տեր, ինչ ես ուզում հիմա քո համար անեմ, ոչ թե ինչ եմ ես ուզում իրան թելադրեմ, այլ ինչ ես ուզում, որ ես քո համար անեմ, ու երբ որ մենք այս հարցն ենք տալիս, ինչ ես ուզում, որ քո համար անեմ, Տերը ինձ և քեզ կասի, թե ինքը ինչ է ուզում, որպեսզի մենք իրա համար անենք, ոչ թե մեր համար, այլ իրա համար, որովհետև մենք մի կարևոր որոշում ունենք, որ մեր կյանքը ամբողջությամբ պատկանում է իրան, ու եթե իմ կյանքս պատկանում է իրան, ուրեմն ես պետք է կատարեմ իրա կամքը, իրա ցանկությունները, պետք է հասկանամ իրա մտքերը և շարժվեմ իրա մտքերով, որովհետև Տիրոջ խոսքը ասում է, ես ունեմ Քրիստոսի միտքը, ոչ թե հիմա պիտի ստանաս, ոչ թե հիմա պիտի տա, Տերը արդեն իսկ տվել է մեզ իրա միտքը, ուղղակի կարևոր է, որպեսզի մենք ընտրենք այդ միտքը, շատ կարևոր է, որպեսզի մենք կիրառենք այդ միտքը մեր կյանքի մեջ, և վերջի բանը, որ մենք պիտի անենք, հիշում եք, առաջի բանը մենք պետք է դեն նետենք, երկրորդը մենք պետք է նորոգենք մեր միտքը, և երրորդը 24-րդ խոսքի մեջ է, ու նոր մարդուն հագեք, որ Աստծո պատկերի համաձայն է ստեղծված ճշմարտությամբ և սրբությամբ, որ արդարությունից է։ Հիմա եկեք տեսենք, երրորդ բանը ասում է հագեք, մինտեղ ասում է հանեք, այստեղում ասում է հագեք։ Այսինքն, եթե ես հինը չհանեմ, ես նորը չեմ կարող հագնել։ Ես պիտի հինից զզվեմ, ես պիտի հինը մի կողմ դնեմ, ես պիտի հինին չվերադառնամ, որպեսզի հագնեմ նորը։ Եվ գիտեք, միշտ չի հարմար այդ նորը, պոպուլար չի այդ նորը։ Ես ձեզ ասեմ հետևյալը։ Ես հիշում եմ, ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ 4 պատերազմի մասնակից եմ և հիշում եմ 2016 երկրորդ պատերազմն էր, 2016 թվականին, երբ որ պոստում կանգնած էի, մեզ տվեցին բրոնիկներ, այդ բրոնիժիլետը դրա համար է, որ քեզ կրակեն, այդ պուլան որ գա, ինքը քեզ չսպանի, ինքը քեզ պաշտպանում է։ Ու ասեմ ինչ եմ արել ամբողջ գիշերը։ Ես հասկացա, նախ ասեմ, այդ բրոնիկը, որ հագնում ես, ճիշտ է, հիմա ագին բաները փոխվել են, առաջվանը չի, բայց որպես մեզ կամավորականներ, որոնց տարել են դեղ, պարզա սովետի բրոնիկ պիտի տան, որը չգիտեմ քանի կիլո է, կիլոյի մասին չխաբեմ, 15, նենա, տվյալները փոխանցեցին, պատկերացրեք 15 կիլո, ես էլ նիհար, դե կրվի ժամանակով է տենց շատ փորով լինում, հետո ենք այդ փորը ձերք բերում, բայց շատ նիհար է, ու ես հասկանում եմ մի բան, որ այդ բրոնիկը, եթե ես մի քանի ժամ կանգնեմ, էլ ինձ չեն տեսնի, որովհետև բրոնիկը ինձ կծածկի, էլի տենց բան կանեմ, ու ինչ է անում, գնում էի, ու տենց հող կանգնած էի պոստում, ու այս բրոնիկից մի մասը դնում է հողի վրա, սենց ոտքերս իջացնում է, որ ծանրությունը ընկնի այդ հողի վրա ինքը պահի։ Գիտես, այդքան էլ հարմարավետ բան չէր, բայց երբ որ սկսում էին կրակել, դու արդեն հասկանում ես այդ բրոնիկը ինչ դեր է խաղում, դու հասկանում ես, որ ինքը քեզ պաշտպանելու է, եթե դա քո վրա հագած չլինի,
դու վտանգավոր ես ու միանգամից կարող են քեզ ոչնչացնել։ Գիտեք, Աստված ինչ է ուզում։ Աստված ուզում է, որպեսզի մենք հագնենք այն մարդուն, գրված է, հագեք, որ Աստծո պատկերի համաձայն է ստեղծված։ Մենք պիտի հագնենք այդ մարդուն, որը Աստծո պատկերի համաձայն է ստեղծված։ Աստծո պատկերի համաձայն ով է? Քրիստոսը միանշանակ։ Այսինքն, երբ որ ես ցկտում եմ Քրիստոսին նմանվել, դա նշանակում է ես հագել եմ Քրիստոսին, այսինքն դա մի բան է, որ դու ցրտի ժամանակ դու անընդհատ տակ բան ես ուզում հագնես, որտեղ մրսում ես։ Այս հագնելու մասին է խոսում, որ դու չես ուզում քո հագից ընկնի դա, որտեղ ինքը կամ քեզ պաշտպանում է, կամ ինքը քեզ տաքեցնում է, այսինքն դու դրա անհրաժեշտությունը ունես ու դու չես ուզում ոչ մի անգամ ինքը քո վրա չլինի։ Եթե մյուսը, այսինքն առաջի դեպքում ասում ենք, որ պետք է շպրտենք, դեն նետենք, որտեղ դա մեզ խանգարում է, այս դեպքում ասում ենք, որ մենք պետք է հագնենք Քրիստոսի կերպարը, ունենանք Քրիստոսի մտածելակերպը, անենք այն ինչ որ մեզ Քրիստոսն է ասում, որտեղ դու հաջողված կլինես միայն այդ դեպքում, երբ որ ես եւ դու կատարում ենք Քրիստոսի հրահանգավորումները։ Երբ որ ես իմ կամքը մի կողմ եմ դնում, ասում եմ ոչ թե իմ կամքը, այլ հապա քո կամքը։ Քրիստոսի համար այդքան հեշտ չէր հոր կամքը կատարելը, դրա համար ինքը 3 անգամ աղոթում է, եթե հնարավոր է այս բաժակը հեռացրու իմ կյանքից, բայց տենց էլ չհեռացավ։ Միթե հորը հաճելի էր տեսնել, չէ, ասում է հենց դրա համար եմ ուղարկված, որպեսզի կատարեմ դա, այդ միսիան իրականացնեմ։ Սիրելիներ, ամեն մեկս ունենք Աստծուց կոչում, կանչվածություն, միսիա, ու գիտեք ինչու ենք նստած սպասում ենք, որ ինչ-որ մեկը մեզ ծառայի, որովհետև չենք ուզում թողնել այդ զոնա կոմֆորտը։ Մենք սիրում ենք, որ մեզ ծառային, սիրում ենք մեր համար անեն, բայց Տիրոջ խոսքը ուրիշ բան է ասում, երանելի է տալը, քան առնելը։ Ու երբ որ դու տալիս ես, դու ավելի ես լցվում, երբ որ դու տալիս ես, դու լցվում ես։ Սիրելիներ, ուզում եմ, որպեսզի մեր եկեղեցին այդպիսինը չլինի, որովհետև սա մեր եկեղեցին է, իմ եկեղեցին է։ Ես հավատում եմ, որ քո կողքը պետք է մարդ լինի, իսկ դրա համար դու անելիք ունես։ Եթե ես մտածեմ, որ դե կա հովիվ կա, հովական թիմ կա, ծառայողներ կան, բա ինձ ինչի համար է Տերը կանչել։ Ես ով եմ այս եկեղեցու մեջ, ինչի համար է Տերը ինձ կանչել։ Եթե իմ միտքս չնորոգվի, ես կմնամ նույն նստարանին առանց որևիցե բան անելու։ Բայց երբ որ իմ միտքը նորոգվում է, ես հագնում եմ, որովհետև Տերը միայն հաճենում է մեր մեջ տեսնել իր որդու կերպարը։ Ինքը ուրիշ ոչ մի բանով մենք չենք կարող հաճեցնել մեր հորը, որովհետև նույնպես տեսնում ենք, որ Պողոսը հետևյալ խոսքերն ասում. նմանվեք ինձ, ինչպես ես Քրիստոսին։ Ասինքն մեր գերագույն նպատակը թե մեր վարվելակերպի մեջ, թե մեր մտածելակերպի մեջ, որտեղ սկզբից մեր մտքի մեջ է այդ ամենը կատարվում, հետո մեր քայլերն է սկսվում փոխվել։ Եթե մեր միտքը չնորոգվի, մեր քայլերը չեն փոխվելու։ Միտքդ պետք է փոխվի, հոգուտ ներսում պետք է փոփոխություն լինի, դու պետք է անհանգստանաս։ Ես սիրում եմ, երբ որ Տերը ինձ անհանգստացնում է, ու երբ որ ինքը քեզ անհանգստացնում է, ինքը քեզ ասելիք ունի։ Այս վերջին 1 ամիսը գիշերները արթնացնում է։ Ես գիտեմ, սա այն ժամն է, որը ոչ մի բան ինձ չի խանգարում, ոչ ծառայություն, ոչ մեկը, բոլորը քնած են, պապատ արթուն է եւ ուզում է քո հետ խոսա։ Ու ես դες ասեմ, այս վերջի իմ հայտնությունները կյանքի մեջ ես այդ գիշերային հանդիպումների մեջ եմ ունեցել։ Դա նես չի, որ դու ասես կարամ մի քիչ էլ քնեմ, տես բան չկա, երբ որ գալիս է, միանգամից ոնց որ մի 20 ժամ քնել ես, ու մեկ էլ խոսում է քո հետ, որովհետև ինքը փնտրում է մարդուն, ով որ բաց է իր համար։ Եթե ես մնամ իմ կարծրատիպերի մեջ, իմ մտածելակերպի մեջ ու գիշեր ցերեկ ասեմ ես քո հետ ոչ մի ձևի չեմ ուզում խոսեմ, միջև ինձ չտանես Արցախ։ Սա է իմ նպատակը, ես ուրիշ ոչ մի բան չեմ տեսնում։ Ումա պետք այն Արցախը, որտեղ հոգիների փրկություն չկա։ Եթե մենք նույն ձևի ենք գնալու, ումա պետք տենց Արցախը, ինձ պետք չի։ Ինձ պետք է մարդիկ, ովքեր ճանաչում են Քրիստոսին, ովքեր նվիրված են, ու մենք ստեղ անելիք ունենք, մարդկանց պետք է վկայենք, ու ես ձեզ ասեմ,
նենց մարդիկ են հիմա ստեղ ապաշխարում, պաշտոնյա մարդիկ, ես դες լուրջ բան եմ ասում, պաշտոնյա մարդիկ են ապաշխարում, որոնք պագոներով էին ու ուրիշ վերևից էին նայում։ Տերը մեզ բոլորին հավասարեցրել է, որովհետև գործ ունի անելու։ Եվ գիտեք, այս ապաշխարությունը ինձ ավելի է գրավում։ Ու ես ուզում եմ այս ապաշխարած մարդկանցով հետ գնամ իմ երկիր։ Ես ուզում եմ, որ արդեն իրար վերևից չնայենք, այլ բոլորս իրար հավասար նայենք։ Իսկ դա հնարավոր է, երբ որ մենք մեր միտքը նորոգենք ու ասենք Տեր, ահա ես, ինչ ես ուզում անեմ քո համար։ Ու երբ որ ինքը անընդհատ մեզ հարց է տալիս, ով կգնա իմ համար, ինքը շատ երկար ման չկա։ Ինքը այնքան ձեռքեր տեսնի, որ ես կգնամ քո համար։ Ինձ ուղարկիր, ես կգնամ քո համար։ Գիտես ինչու, որովհետև դու Աստծո լավագույն ճաշակն ես։ Դու Աստծո ճաշակն ես։ Գիտես, մի հատ քեզ նայի, դու Աստծո ճաշակն ես։ Աստված քեզ ստեղծել է իր ճաշակով։ Եկեք հաճեցնենք Տիրոջը։ Եկեք աղոթենք։